Պարոն Խաչատրյան, լավ, ինչու է սրբազաններին, հա, Բագրատ սրբազանին, Միքայել սրբազանին, Մկրտիչ սրբազանին, ապա Արշակ սրբազանին պահում բանտում։ Ինչով կարող էին խոչընդոտել։ Դա ճնշում է եկեղեցական կառույցի վրա։ Բան է փոխվել նրանց։ Իհարկե, ասենք գաղտնալսումներ, որտեղ մարդիկ ասենք մի բան ավել են ասել, մի բան պակաս են ասել, ինչ որ հիմքեր եւ հետաձգել, այդ մարդիկ մնան նստած, հա, այդ ամենը իհարկե անվիճելիորեն ճնշում է։ Հենց այդ ճնշումն է, որ այսօր ավելի ճիշտ կլինի ճնշումներից դուրս եպիսկոպոսատ ժողով կազմակերպել։ Կարելի էր այդ չանել, Հայաստանում կանցներ։ Հետաքրքիր էր Արշակ սրբազանի մասին մի դրվագ էիք պատմել, հա, դուք ծանոթ չլինելով, խնդրեմ մեր հեռուստադիտողին էլ պատմեք։ Աստված հիշողություն տա 2008 թվին, հա, ինձ պատմել են մարդիկ, ովքեր Երուսաղեմում են եղել, հա, եւ որ ոսկերչական գործարան է եղել հարակից տարածքում եւ ոսկերչական գործարանը թալանվել է։ Ամենայն հավանականությամբ դա հնարավոր է եւ եղած լինի, ասենք, ընտեղի իշխանությունների արած սադրանքը, որի պայմաններում առաջանար հակասություն եւ ինչ որ տարածքներ անցնեին իրենց եւ եկել էր հատուկ նշանակության ջոկատ, կանգնել էր եւ այդ Պարիսպա եւ դուր, որտեղից պետք է մտնես արդեն հայ եկեղեցու տարածքը, պատկանելիության տարածքը, դուրս է եկել մենակ շատ հետաքրքիր էին պատմում, մի քիչ էլ ծիծաղելով դե այն ժամանակ 2008 թիվն է որ։ Հիմա պատմում են, թե ասում են, թե դուրս է եկել Արշակ սրբազան չի այն ժամանակ իհարկե հանրահավելցած։ Արշակը դուրս է եկել, ասում է, ձեռքին մի հատ խաչ է, որը իր բոյին, ինքն է բոյով նիհար մի հատ տղա է կանգնած, մենք էլ նայում ենք անց բեղներից տակ ծիծաղում ենք էլի, թե էս ինչ պատկեր հանդե կանգնած է բանակ, այսինքն հատուկ նշանակության ջոկատ եւ հատուկ նշանակության ջոկատի ղեկավարը այդ նեղ ակնոցներով բանխիստ արտահայտությամբ մոտենում է, խոսում է ու ուտում է գլխին խաչով։ Արշակը խաչը խաչով գլխին, այս ընկնում է պաուզա, որից հետո ասում է ափալ-թափալ այդ մարդուն հավաքեցին ու գնացին, վերջ, փախան։ Հա, այս եղել է, ես էլ եմ ասում 2008 թիվն է, դա որևէ կապ չունի այս իրավիճակի հետ եւ այդ պատմածը ես չեմ կարող հարցականի տակ դնել ականատեսներին։ Բայց հետաքրքիր էր 2018-ին, երբ որ ես գունավոր հեղափոխություն եմ ասում, այն ինչ որ տեղի ունեցավ, այնուամենայնիվ, երբ որ նոր Հայաստան, նոր հայրապետ այդ հակաեկեղեցական շարժումը սկսվեց ու հիմա միացել են Փաշինյանին, իրենք համարում են 18-ի ծրագիրը ավարտին են հասցնում այդ կարգալույցները, նրանք ներխուժեցին, հա, այսպես մի փնթի խմբով ներխուժեցին դիվանատուն, հիշում եք։ Ես գնացել եմ այնտեղ, ոնց չեմ հիշում։ Գնացել եմ 18-ին։ Արշակ սրբազանը հենց դիմադրություն ցույց տվողների առաջին շարքերում է։ Հա, է։ չէ, այդ ժամանակ չեմ գնացել, երբ որ արդեն գրավել էին, այդ ժամանակ եմ գնացել ու հա, ես համարում եի, որ երբ որ հայոց վեհապարին ինչ որ քաշքշում են, դա խայտառակություն է։ Եվ ես խնդրեցի, որ խայտառակություն այլևս չլինի։ Որ այդպիսի բան չլինի, որովհետև ում խնդրեցիք այդտեղ գտնվողներին, որոնք արդեն եւ նրանք լսեցին, վեհարանը հա, գրավել էին, այո, ինչ որ քյաբաբ բան էին ուտում այնտեղ։ Ну, ինչքանով լսեցին, ինչքանով չէ, իմ հոգու պարտքներ դա ճիշտ ներկայացնելն ու ասելը։ Առանց որևէ մեկի հետ պայմանավորվածության, իսկ որևէ մեկի հետ պայմանավորվածություններ չեմ ունեցել եւ չեմ էլ ունենալու։ Հա, չի կարելի հարվածի տակ դնել համաշխարհային նշանակության դեմքը, համաշխարհային նշանակության Նրանք ի վիճակի էին լսել, իրենք խնդիր էին լուծում։ Հիմա էլ իրենք համարում են ավարտին են հասցնում այդ ծրագիրը։ Ну, առավել հավանական է, որ այն ժամանակ, ասենք, շատ-շատերը մտածեցին, որ դա մակերեսային ինչ որ երևույթ էր եւ չուներ ավելի խորը արտահայտություն եկեղեցու ներսում, բայց ինչպես տեսնում ենք, այնքան էլ դա այդպես չէր։ Ոչինչ պատահական չէր եւ հիմա, այո, կարգալույցներից մեկը Կորյուն անունով հայտարարեց լրագրողների հետ զրույցում այդ ուղտերթի ժամանակ, որ 18-ին սկսված մեր ծրագիրը ավարտին ենք հասցնում։ Փաշինյանի հետ նրանք կեղծ պատարակներին են մասնակցում, երթերին են մասնակցում։ Եվ ինչ, դա ինչքանով է իջացնում եկեղեցու համարումը ներկայիս մեր հասարակության մեջ։ Չի իջացնում բնականաբար,